Սաղաթելյան, սա Նարեկ Կարապետյանի կողմից առաջին դեպքը չէ, երբ ուշագրավ հայտարարություն է անում, նաև ասում է, որ չգիտեմ, մուշը անին մեր հայրենիքն են, բայց մենք նկրտումներ չունենք իրենց նկատում, սա էլ է տարբերում մասնավորապես ձեր դիրքորոշումից, որովհետև ես հիշում եմ հայրենիքի փրկության շարժման օրերին, որ դուք ոչ միայն Արցախի վերադարձ էիք խոստանում, այլ նաև Արևմտյան Հայաստան էիք խոստանում։ Ես ասել եմ Արևմտյան Հայաստան ենք վերադառնալու հայրենիքի փրկության շարժման Այո, ասել եք Արևմտյան Հայաստանն ենք վերադարձել։ Ես նման բան եմ ասում։ Այո, օպերայի հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում եկույթի ժամանակ պարոն Սաղաթել։ Կխնդրեմ հետի 19, արի պայմանավորվենք գտնես հետի 19, հա։ Եթե ես ասել եմ, որ մենք այսինքն պատերազմից հետո հետ ենք բերում Արցախը մյուս շաբաթ էլ Արևմտյան Հայաստանը։ Չէ, ժամկետներ չեք նշել, բայց ասել եք դու Արցախն էլ ենք հետ բերելու, Արևմտյան Հայաստանն էլ վերադարձնելու։ Դե չգիտեմ էլի ինչ կոնտեքստում ինչ ես ասում, բայց մեր մոտեցումը հստակ է, նախ նորմալ է, որ ուժեղ Հայաստանի եւ Դաշնակցության տեսակետների միջև կարող են լինել տարբերություններ եւ այո կան այդ տարբերությունները։ Եթե ուժեղ Հայաստանը ամբողջությամբ կիսեր Դաշնակցության տեսակետը, կմտնեին Դաշնակցություն, որ քաղաքականուց չէին ստեղծի։ Կամ մենք կիսեինք ուրիշինը, այսինքն հետեւաբար շատ նորմալ է, որ ուժեր ունեն տարբեր տեսակետներ, մենք հարգանքով ենք վերաբերում այդ տեսակետին։ Պարոն Սաղաթել, երեք թող մաթարստում։ Պարոն Սաղաթելյան, վերջերս Սամվել Կարապետյանն էր հայտարարել ընդդիմադիր ուժերի համախմբվելու եւ իշխանությանը հեռացնելու հետ կապված որևէ հանդիպում քննարկում այդ հարցի շուրջ եղել է ուժեղ Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի հետ Հայաստան դաշինքը հանդիպել է այդ շրջանակներում։ Իրենց պլանը ձեր մոտ Քննարկումներ կան, խոսակցություններ կան եւ կարծում առաջիկայում դրանք կշարունակվեն, այս պահին թույլ տվեք շատ դետալների մեջ չմտնեմ։ Սահմանադրությունից պարոն Սաղաթել։ Իշխանափոխության հետ կապված մի բան ճշտենք, քանի որ ասացիք, որ ծրագիր դուք ունեք եւ դա կքննարկեք ընդդիմադիր ձեր մյուս գործընկերների հետ, ամեն դեպքում դուք հակված եք փողոցային տարբերակով Փաշինյանին հեռացնելուն, թե անվստահություն հայտնելու։ Ես ուրիշ տարբերակ չգիտեմ իշխանության հեռացնելու։ Սպասեք 6 ամիս անվստահություն։ Դրանք իրար փող լրացնող են։ Ես կարծում եմ, որ առանց փողոցի հնարավոր չի անվստահության հասնել եւ հակառակ։ Այսինքն մենք առաջին օրվանից ասել ենք, որ փողոց եւ խորհրդարան պետք է լինի համատեղ, որովհետև դա է հաջողության հասնելու ճանապարհը։ Պարոն Սաղաթել, լավերին հետո։ Պարոն Սաղաթելյան, Արեք, ինչ է ես այդքան ուղղ։ հայրենիքի փնտրտուքների Բոլորն են ուրախին այն ֆիքսեցին։ Պարոն Սաղաթելյան, սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ փողոցային ճանապարհով իշխանության ներկայացուցիչ падգամավորներից մեկը Սոնա Ղազարյանը մասնավորապես այսօր նշում էր, որ դուք մի քանի անգամ փորձ եք արել փողոց դուրս գալու, իշխանափոխություն անել, բայց ձեր մոտ չի ստացվել, որովհետեւ դա տեխնոլոգիա չէ եւ ժողովուրդը դրա պատասխանը տվել է ընտրությունների միջոցով, այսինքն անարդարության դեմ պատասխանը ընտրությունը հիմա այս երկրում կարող է ամեն բան լավ, անարդարություն չկա, թալան չկա, դուք ինչ եք ուզում այս երկրում ինչ-որ իշխանափոխություն անեք ու նաև ասում էին 2021 թվականին այդ իշխանությունը գետին ընկած էր եւ ձեզանից ոչ ոք չգնաց ու չվերցրեց դա։ Հիմա ինչ եք եկել ավելի դժվար ճանապարհով ուզում իշխանափոխություն։ Ես հիշում եմ, ես գետնին ընկած չեմ տեսա, այտենց գետնին գցած որ մենք էլ չվերցինք, օրինակ նոյեմբերի 9-ից հետո հիշում եմ ամսի 10-ին ոնց Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի գրեթե բոլորի կուսակցությունների ղեկավարներին ձերբակալեցին։ Ես հիշում եմ, թե ինչ այլանդակ միջոցներով են պայքարել այդ ամբողջ ընթացքում ընդդիմության դեմ։ Հետևաբար իշխանությունը իրանք ատամներով ոչ մի կարմիր գիծ չունենալով պահել են իրենց իշխանությունը։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ընդհանուր վիճակին, գիտեք, այն ինչ որ իրականացվում է, այս փուլը ինչ որ արել են, հիմա սա փորձել են հասնել անդառնալի կետ։ Եթե Սոնա Ղազարյանը ԿՊ-ն եւ այսօրվա իշխանությունը մնա, հետո շատ դժվար է լինելու այս ամեն ինչը վերականգնել։ Եթե այսօր ինչ-որ պայմաններով տնտեսության մեջ մի քիչ փող կա, անընդհատ վարկեր են վերցնում, մատակարարում են տնտեսությանը, փորձում են ցույց տալ, որ հայ մարդը գոհ, երջանիկ, անդարտ ապրում է, սա շատ ժամանակավոր սրա տակը կա ծրագիր, որ իրականացում է, շատ ենք խոսել այդ մասին։ Այս իշխանությունը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ հայ մարդուն եւ դա ասելու բոլոր փաստերը եւ հիմքերը մենք
ունենք։ Պարոն Վերջին Սաղաթելյան, հարցը, դուք նախկինում էլ եք ասել, նախկինում էլ եք ասել, որ նոր սահմանադրության հետ, երբ որ արդեն գործնականում սկսեն այդ դրա հետ կապված աշխատանքները, դուք պատկերացնում եք ընդդիմադիր դաշտի խորհրդարանական, արտախորհրդարանական համախմբում, այս փուլում եք պատկերացնում նաև ինչ որ փողոցային պայքար սկսելու, այսինքն դա դարձնելու Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգ։ Հենց ինձ տեսնում փողոցային պայքարից հարցնում։ Այս խորհրդարանը երկու անգամ էլ ուրիշի հարց եկել ես փողոցային փողոցային ես տեսնում եք նորմալ գալիս եմ նիստերի ելույթ եմ ունենում Բայց ամեն դեպքում ավարտել տեսեք ովքեր փորձել են այս ընթացքում նրանք կարող են այդ հարցին պատասխանել հարցրեք չփորձողներին որովհետև այս ընթացքում բան չանողներին բայց ես դրանից չեմ խուսափում այո Հայաստանում առաջիկա փողոցային նաև այդ օրակարգի շուրջ գեներացնել ամեն ինչ պետք է անել մենք հասկանում ենք լավ իրանք ինչ են անում այս ծրագիրը որ եթե ժողովուրդ ուզի падգամավորները չեն կարող քվեարկել սրանք այդ 18 թվականի փորձն են ուզում անան հանրային ճնշում բայց չեն հասկանում որ իրանք այլևս մեր ժողովրդի կողմից այդ աջակցությունը չունեն անցել է այդ ժամանակ իրենք վարչական ռեսուրսով փողով բռնություններով վերարտադրված իշխանություն են ել չեն կարող ժողովրդին տանեն մարդկանց պատուհանների տակ եւ ստիպեն որ քվեարկություն անեն ամեն ինչ պետք է անել Ալիևի հակով գրված սահմանադրությունը ձախողելու համար